Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ, նախ կուզեի ողջունել իմ բոլոր այցելուներին և բաժանորդներին։ Մենք շարունակում ենք մեր էլեկտրադինամիկա դասընթացը, նրա և տեսական ասպեկտները և կիրառումները։ Առաջի 3 դասերի ընթացքում, որոնք ըստ էության եզրափակեցին ներածական բաժինը, մենք քննարկեցինք նախ էլեկտրադինամիկայի ակունքներից սկսած նրա զարգացման հիմնական նշաձողերը, սկսած 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի կեսերը, այնուհետև դիտարկեցինք կոորդինատային համակարգերը, որոնք լայնորեն կիրառվում են էլեկտրադինամիկայի խնդիրների լուծման համար, և վերջապես դիտարկեցինք չափման միավորները, նրանց ստանդարտները, ինչպես նաև ռադիոհաճախականային դիապազոնի բաժանման ստանդարտները և առանձին դիապազոնների անվանումներն ու նրանց կիրառումները։ Այժմ անցնենք մեր դասընթացի հաջորդ բաժնին, որը մենք անվանեցինք ինժեներական մաթեմատիկայի հատընտիր բաժիններ։ Ըստ էության սա նույնպես ներածական բաժին է, սակայն ավելի շատ ֆոկուսացված է մաթեմատիկայի այն բաժինների վրա, առանց որի մենք չենք կարող շարունակել մեր դասընթացը։ Այստեղ առաջի հերթին այս դասի ընթացքում մենք կդիտարկենք մատրիցաները և տեսնենք ինչ է իրենից դա ներկայացնում և ինչ կիրառումներ կարող է ունենալ կոնկրետ օրինակների վրա։ Մաթեմատիկայում մատրիցա, անգլերեն matrix, կոչվում է ուղղանկյուն աղյուսակ, որի տարրերն իրենցից ներկայացնում են թվեր, սիմվոլներ կամ արտահայտություններ, տողերով և սյուներով դասավորված։ AMN տարրի առաջին ինդեքսը M-ը, դա տողի համարն է, իսկ երկրորդը N-ը, դա սյունյակի համարն է։ Մատրիցայի չափը որոշվում է ինդեքսների առավելագույն արժեքներով։ Օրինակ 2-1-2 արտահայտության մեջ ներկայացված A2x3 մատրիցան նշանակում է, որ ունի 2 տող և 3 սյունակ։ Մատրիցաների մասնավոր տեսակներն են մատրիցա տողը, պատկերված է այստեղ 2-1-3 արտահայտությամբ, մատրիցա սյունյակը 2-1-4 արտահայտությամբ և այսպես կոչված քառակուսի մատրիցան, որտեղ տողերի և սյուների քանակը հավասար է իրար, ինչպես պատկերված է 2-1-5 արտահայտությամբ։ Միավոր մատրիցան, որը պատկերված է այստեղ 2-1-6 արտահայտությամբ, ընդունվում է թիվ 1-ին համարժեք։ Նկատի ունեմ, որ եթե կամայական մատրիցա բազմապատկվի այս միավոր մատրիցայով, ապա այդ կամայական մատրիցան կմնա անփոփոխ։ Այժմ տեսնենք, թե ինչ գործողություններ կարելի է կատարել մատրիցաների հետ։ Առաջինը դա մատրիցաների գումարը և տարբերությունն է։ Այստեղ 2-1-7 արտահայտությամբ պատկերված է A և B մատրիցաների գումարը և դժվար չէ տեսնել, որ այս դեպքում առաջին մատրիցային յուրաքանչյուր տարրին գումարվում է համապատասխան տարրը երկրորդ մատրիցայից կամ հանվում է, կամ այլ կերպ ասած, մատրիցաների գումար կամ տարբերություն ասելով նկատի ունենք նույն ինդեքսներով երկու մատրիցաների էլեմենտների գումարը կամ տարբերությունը։ Մատրիցայի փոխադրում transposition ընդունված է անվանել B մատրիցան
դիտվում է որպես A մատրիցայի փոխադրում, եթե A մատրիցայի սյունյակները փոխարինվում են B մատրիցայի տողերով կամ հակառակը։ Այստեղ 2-1-8 արտահայտությամբ դա պատկերված է, ինչպես տեսնում եք, առաջի տողը A մատրիցայում դարձել է առաջի սյունյակ երկրորդ մատրիցայում։ Այժմ դիտարկենք երկու մատրիցաների արտադրյալը։ Նշենք, որ այն հնարավոր է որոշել միայն այն դեպքում, երբ առաջին մատրիցայի սյուների թիվը, այսինքն n-ը, հավասար է երկրորդ մատրիցայի տողերի թվին կամ հակառակը։ Արդյունարար մատրիցայի որևէ կամայական KQ ինդեքսներով տարրը կարելի է ստանալ որպես առաջին մատրիցայի Q-երորդ տողի և երկրորդ մատրիցայի K-երորդ սյունակի տարրերի արտադրյալների տարր գումարին։ Որպես օրինակ, այստեղ բերված դիագրամում պատկերված է գործողությունների համախումբը արդյունարար C մատրիցայի C12 և C33 տարրերի արժեքների հաշվարկի համար։ Ինչպես տեսնում ենք, A մատրիցայից ընտրված է առաջի տողը C12-ը ստանալու համար, իսկ B մատրիցայից ընտրված է երկրորդ սյունակը, այսինքն A11-ը բազմապատկվում է B12-ով, իսկ A12-ը բազմապատկվում է B22-ով, և նույն սկզբունքով կարելի է ստանալ օրինակ C33-ը։ Վերջապես նշենք, որ մատրիցաների արտադրյալը ունի ասոցիատիվ հատկություն, այսինքն A անգամ B-ն փակագծերով բազմապատկած C-ով հավասար է A անգամ B բազմապատկած C-ով փակագծերում, ինչպես նաև ունի այսպես կոչված դիստրիբուտիվ հատկություն, այսինքն A plus B փակագծերում անգամ C-ն հավասար է A անգամ C plus B անգամ C կամ C անգամ A plus B փակագծերում հավասար է C անգամ A plus C անգամ B։ Սակայն կարևոր է նշել, որ մատրիցաների արտադրյալը չունի կոմուտատիվ հատկություն, այսինքն A անգամ B-ն հավասար չէ B անգամ A։ Այժմ դիտարկենք մատրիցայի դետերմինանտը, կամ այլ կերպ ասած որոշիչը, որը իրենից ներկայացնում է մատրիցայի կարևոր պարամետրերից մեկը։ Եվ նշենք, որ դետերմինանտը կարելի է որոշել միայն քառակուսի մատրիցաների համար, երբ տողերի թիվը և սյուների թիվը հավասար է իրար։ Որպես օրինակ, այստեղ դիտարկենք 3x3 մատրիցայի դետերմինանտի հաշվարկի հերթականությունը։ Ունենք A մատրիցա 3-ը 3-ի և դետերմինանտի հաշվարկի հերթականությունը կլինի հետևյալը։ Նախ վերցնում ենք նրա գլխավոր անկյունագծի տարրերի կամ էլեմենտների արտադրյալը, գումարում այդ անկյունագծին զուգահեռ հաջորդ երկու էլեմենտների և տվյալ դեպքում A21, A32 և A13-ի արտադրյալը, այնուհետև վերցնում ենք այդ նույն գլխավոր անկյունագծին զուգահեռ A12-ի, A23-ի արտադրյալը A31-ով, դրանից հետո բացասական նշանով վերցնում ենք մյուս անկյունագծի էլեմենտների արտադրյալը, հանում A21, A12 և A32-ը և վերջապես A23, A32, A11 արտադրյալը։ Եվ այս ստացված 219 արտահայտությունը ըստ էության ոչ ինչ է, եթե ոչ կոնկրետ մի թիվ, որը ներկայացնում է մատրիցայի դետերմինանտը։ Հաջորդը դիտարկում ենք այսպես կոչված հակադարձ մատրիցան։ A մատրիցայի հակադարձը,
այսինքն B մատրիցան նշվում է որպես A-1 աստիճանով։ Այն հնարավոր է որոշել միայն այն դեպքում, երբ մատրիցան քառակուսի է եւ նրա դետերմինանտը հավասար չէ 0-ի։ Այսինքն մատրիցայի չափը այսպիսին է A n անգամ n։ Բացի այդ նշենք, որ A մատրիցայի արտադրյալը նրա հակադարձ մատրիցայով հավասար է միավոր մատրիցայի եւ այդ միավոր մատրիցան ունի նույն չափը, ինչ քառակուսի մատրիցայի չափն է։ Նշենք, որ էլեկտրամագնետիզմի խնդիրներում սովորաբար գործ ունենք ոչ ավել, քան 3-ը 3-ի չափի մատրիցաների հետ։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես կարելի է հաշվարկել հակադարձ մատրիցան։ Դիցուկ ունենք A մատրիցա 3-ը 3-ի, որը ներկայացված է 2-1-10 արտահայտությամբ։ Բանաձևը հետևյալն է։ Հակադարձ մատրիցան հավասար է ADJ A համարիչում բաժանած մատրիցայի դետերմինանտի վրա։ Agent A մատրիցան դա այսպես կոչված հանրահաշվական լրացումն է, իսկ ուղիղ փակագծերում նշված A տառը մատրիցայի դետերմինանտն է։ Առաջի քայլը դա այն է, որ գտնում ենք մատրիցայի որոշիչը, օգտվելով հղումների հատվածում բերված 2-1-9 սխեմայով։ Հաշվարկից հետո ստանում ենք, որ մատրիցայի դետերմինանտը հավասար է 2-ի։ Երկրորդ քայլը գտնում ենք A մատրիցայի փոխադարձ մատրիցան, այսինքն տողերն ու սյուները փոխում ենք տեղերով եւ ստանում ենք A տրանսպոնացված մատրիցա, այսինքն փոխադարձ մատրիցան 2-1-12 տեսքով։ Այժմ ունենալով փոխադրված մատրիցան A-ն, փորձում ենք որոշել լրացուցիչ օժանդակ մատրիցա B-ն հավասար ADJ AT, որի յուրաքանչյուր տարը իրենից ներկայացնում է այսպես կոչված հանրահաշվական լրացում եւ որի հաշվարկը արվում է ստորև բերված 2-1-13 բանաձևում ցույց տված օրինակի վրա։ Այդ դեպքում այդ օժանդակ մատրիցայի օրինակ B1-2 տարը որոշելու համար հարկավոր է առաջի տողի եւ երկրորդ սյունակի տարերը ջնջել, ինչպես ցույց է տված այստեղ, եւ մնացած մատրիցայի դետերմինանտը բազմապատկել -1-ի 1+2 աստիճանով։ 1-ը եւ 2-ը կրկնում եմ, դա օժանդակ մատրիցայի առաջի տողն է եւ երկրորդ սյունակը։ Պատասխանը ստացվում է B1-2-ը հավասար -1։ Այնուհետև չորրորդ քայլը այն է, որ եթե շարունակենք այս օժանդակ մատրիցայի բոլոր տարերի հաշվարկը, ապա ի վերջո հանգում ենք 2-1-14 արտահայտությամբ ներկայացված օժանդակ ամբողջ մատրիցայի տեսքին։ 5-րդ քայլով որոշում ենք հետադարձ մատրիցան օգտվելով 2-1-11 բանաձևից, որը պատկերված է ձախից հղումների հատվածում։ Արդյունքը արտահայտված է 2-1-15 արտահայտությամբ եւ դա ներկայացված է այստեղ, այս մատրիցան է։ Եվ վերջապես 6-րդ քայլն այն է, որ մենք պիտի համոզվենք, որ դա իրոք հակադարձ մատրիցան է, բազմապատկելով սկզբնական մատրիցայի վրա, եւ այդ բազմապատկումը, ինչպես տեսնում ենք, եթե կատարենք նախկինում նկարագրած ալգորիթմի համաձայն, տալիս է միավոր մատրիցա, այսինքն անկյունագծային 3-ը 3-ի մատրիցա, որի անկյունագծի էլեմենտները մեկեր են։ Դիտարկենք մատրիցաների կիրառման օրինակներ։ Առաջի օրինակը վերաբերում է գծային հավասարումների համակարգի լուծմանը։ Ունենք 3 հավասարումներ 3 անհայտով եւ հարկավոր է որոշել x-ը, y-ը եւ z-ը։ Այստեղ մենք կլրացնենք հավասարումների մեջ այն անդամները, որոնք ունեն 0 գործակից, դրանով հանգելով այսպիսի արտահայտության։ Դրանից հետո այս արտահայտությունը կարող ենք ներկայացնել մատրիցաների օգնությամբ, ինչպես ցույց է տված 2-1-17-ում։ Որպեսզի կարողանանք լուծել այս հավասարումները եւ գտնել x, y, z-ը, առանձին արտագրենք
գործակիցների մատրիցան, A մատրիցան, 2 1 18 արտահայտությունն է, եւ այնուհետեւ որոշենք նրա հակադարձ մատրիցան օգտվելով 2 1 11 արտահայտությունից, որը պատկերված է հղումների բաժնում։ Արդյունքը ստանում ենք հետեւյալը, եւ որպես հաջորդ քայլ 2 1 17-ի աճ մասը կբազմապատկենք հակադարձ մատրիցայով, ինչպես նաև ձախ մասը հակադարձ մատրիցայով, որից հավասարման համակարգը չի խախտվում։ Ձախ մասի A-1 անգամ A-ն տալիս է միավոր մատրիցա եւ ըստ էության մնում է միայն x, y, z մատրիցան։ Իսկ աճ մասում մենք ստանում ենք A-1 անգամ ազատ գործակիցների մատրիցա եւ եթե այս երկու մատրիցաները բազմապատկենք իրար, ապա ստանում ենք ի վերջո սունյակ մատրիցա աճ մասում, ինչպես պատկերված է 2 1 20 արտահայտության մեջ։ Ուստի 2 1 20 արտահայտությունից, որը հղումների հատվածում է նշված, ստանում ենք x-ը -2, y-ը -7, z-ը -10։ Սա էլ մեր հավասարման լուծումն է։ Այժմ դիտարկենք մեկ ուրիշ օրինակ, որտեղ գործ ունենք տարածական կետի պտույտը եւ շեղումը ուղղանկյուն կոորդինատային համակարգերում։ Այս հարցը մենք դիտարկել էինք նախկինում մեր անցած դասերից մեկում եւ հիմա նույնը փորձենք անել մատրիցաների օգնությամբ։ Խնդիրը հետեւյալն է. ունենք x-y համակարգ, որը պտտում ենք ալֆա անկյունով, ինչպես պատկերված է ձախից, եւ ստանում կոորդինատային համակարգի նոր դիրքը x', OY'։ Հին եւ նոր կոորդինատային համակարգերի կապը մենք նախկինում ասացինք, որ որոշվում է 1 2 6 արտահայտությամբ, որը ցույց է տված ձախ կողմից հղումների բաժնում, եւ մենք կարող ենք այս արտահայտությունը արտագրել մատրիցաների տեսքով, այսինքն ձախ կողմում ունենք AX', AY' մատրիցա, իսկ աջ կողմում ունենք առաջինը դա այսպես կոչված պտույտի մատրիցան է, որը նշանակում ենք Z տառով, եւ երկրորդը հին կոորդինատների մատրիցան է AX, AY։ Վերջնական մատրիցաների տեսքով այս հավասարումների համակարգը ցույց է տված որպես 2 1 22։ Այժմ, եթե 2 1 22-ի աջ եւ ձախ մասերը բազմապատկենք հակադարձ Z մատրիցայով, ապա աջ մասում Z-1-ը բազմապատկած Z-ով տալիս է միավոր մատրիցա եւ ըստ էության ստանում ենք, որ AX, AY հին կոորդինատային համակարգին վերադառնալու համար նոր կոորդինատների արժեքները մատրիցայի ձևով ներկայացված հարկավոր է բազմապատկել հակադարձ Z մատրիցայով։ Ինչպես նախորդ օրինակում, այնպես էլ այստեղ Z մատրիցայի հակադարձը կարող ենք որոշել օգտվելով 2 1 11 արտահայտությունից, դա ընդհանուր արտահայտությունն է հակադարձ մատրիցայի, եւ նախապես հաշվարկենք այս Z մատրիցայի դետերմինանտը։ Դժվար չէ հաշվել եւ տեսնել, որ ինչպես պատկերված է հղումների բաժնում, եթե Z մատրիցան ունի կոսինուս ալֆա, սինուս ալֆա, մինուս սինուս ալֆա, կոսինուս ալֆա, ապա հակադարձը հաշվարկելով այս 2 1 11 բանաձևով ստանում ենք 2 1 25 արտահայտությունը, որը տեղադրելով 2 1 24-ի մեջ վերջնականորեն գալիս ենք այն արտահայտությանը, որը մենք նախկինում ստացել էինք նախորդ դասերից մեկում, երբ դիտարկում էինք կոորդինատային համակարգերը։ Սրանով ավարտում ենք մեր այսօրվա դասը։ Հաջորդ անգամ, հաջորդ դասին մենք կդիտարկենք վեկտորական հանրահաշվի տարրերը։ Խնդրում եմ չշփոթել վեկտորական անալիզի հետ, որը առանձին դիտարկման առարկա է։ Ես կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այսօրվա դասին, եւ եթե դուք հավանեցիք այս դասը,
խնդրում եմ սեղմել լայք կոճակը եւ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, որպեսզի կարողանաք հետագայում ստանալ տեղեկություններ նոր դասերի մասին։ Շնորհակալություն, հաջողություն բոլորին։